Ջեֆ Բեզոսը ստիպված է եղել իր հարսանիքը Վենետիկի կենտրոնից ավելի հեռու տեղափոխել։ Միլիարդատիրոջ կողմից քաղաքի օկուպացիայի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները սա համարում են հսկայական հաղթանակ։ Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսը Իտալիայում պատրաստվում է ամուսնանալ նախկին հաղորդավարուհի Լորեն Սանչեսի հետ։ Հայտնի է, որ երրորդյա տոնակատարությունները տեղի կունենան Վենետիկում։ Այս լուրը զայրացրել է ակտիվիստներին ու տեղացիներին։ Նրանք կարծում են, որ միլիարդատերը օկուպացնում է իրենց քաղաքը եւ պլանավորում էին խափանել տոնակատարությունները։ Վերջերս քաղաքապետարանը BBC-ին հայտնել է, որ տոնակատարությունները կենտրոնից ավելի հեռու կլինեն, որպեսզի հնարավոր լինի ապահովել հյուրերի անվտանգությունն ու կանխվի ցուցարարների գործողությունները։ Ակտիվիստներն արդեն 1 ամիս է բողոքի ակցիաներ են անում։ Պաստառներից մեկի վրա գրված էր. եթե կարող եք վարձակալել Վենետիկը ձեր հարսանիքի համար, ապա կարող եք ավելի շատ հարկեր վճարել։ Ամազոնը ավելի վաղ Իտալիայում հարկային սկանդալի մեջ էր հայտնվել։ Վենետիկի մեկ այլ հայտնի տեսարժան վայրում Ռիալտոյի կամրջի վրա ակտիվիստները փակցրել էին «Տեղ չկա Բեզոսի համար» պաստառը։ Նա Վենետիկ է գալիս միայն երեկույթի համար, սա է խնդիրը, ասում են ակտիվիստները։ Հարսանեկան հյուրերի ցուցակում ավելի քան 200 մարդ կա, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահի դուստր Իվանկա Թրամփը, դերասաններ Լեոնարդո Դիկապրիոն, Օրլանդո Բլումը, ամերիկահայ հեռուստա Աստղ, Քիմ Քարդաշյանն ու այլք։ Բեզոսն ու Սանչեսը մի քանի շքեղ հյուրանոցներ են ամրագրել հյուրերի համար։ 61-ամյա միլիարդատերը նախատեսում է նվիրատվություններ անել Վենետիկին։ Հարսանիքի ապրանքների 80%-ն էլ կգնվի տեղական մատակարարներից։